Եվ ես համոզված Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին, իսկ այսօր կայացած հանրահավաքին կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ կոնգրեսը ժողովրդին քաղաքացիական անհնազանդության արշավի կոչ է անում։ Ի տարբերություն կոնգրեսի նախորդ հանրահավաքների, այս հանրահավաքը բավական սակավամարդ էր ու թերևս դա էր պատճառը, որ այն չավարտվեց ավանդական երթով։ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ իշխանությանը ներկայացրեց բարեփոխումների պահանջի ցուցակ, նշելով, որ ՀԱԿ իշխանություն երկխոսությունը հնարավոր է վերականգնել միայն առաջադրված պահանջների կատարումից հետո։ Առաջին, մինչև տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։ Երկրորդ, ընտրություններից առաջ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով մեր ներկայացրած հայտնի առաջարկները։ Երրորդ, առաջիկա 3 ամիսների ընթացքում բացահայտել 2008 թվականի մարտի 1-ի 10 սպանությունները եւ քրեական հետապնդում սկսել դրանց պատասխանատուների նկատմամբ։ Չորրորդ, ազատ արձակել քաղաքապետարան Տիգրան Առաքելյանին եւ կարճել կոնգրեսի 7 երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը։ Հինգերորդ, վերացնել Երևան քաղաքում փողոցային առևտրի վրա դրված անօրինական արգելքը։ Վեցերորդ, չեղյալ հայտարարել Երևանում տեղադրված կրպակների ապամոնտաժման վերաբերյալ ընդունված որոշումը։ 7-րդ, դադարեցնել մայրաքաղաքի ճարտարապետական նկարագրի այլանդակումը եւ արգելել Երևանի կենտրոնում բարձրահարկ շենքերի կառուցումը։ 8-րդ, օրենքով արգելել, այդպիսի օրենքներ կան քաղաքակիրթ երկրներում, օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, ազգային ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան, սա խայտառակություն է ինչ-որ տեղի ունենում Հայաստանում։ Հասկանալի է, որ առավել դժվարինը առաջին 2 պահանջների կատարումն է։ Հիշեցնեմ, արտահերթ ընտրությունների եւ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու։ Այս երկուսն են ամենադժվարը։ Ուստի հարկ ենք համարում հայտարարել, որ մենք մաքսիմալիստ չենք, երբեք մաքսիմալիստ չենք եղել։ Եվ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ արդիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։ Կրկնում եմ, ուշադրություն դարձրեք։ Մեզ դատարկ մանր-մունր զիջումները չեն հետաքրքրում, ողջամիտ փոխզիջման։ Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։ Վերջում Տեր-Պետրոսյանը կոչ արեց, որպեսզի հաջորդ հանրահավաքին յուրաքանչյուրն իր հետ բերի առնվազն 5 մասնակից։ Դավիթ Մուրադյան, Աննա Փափազյան, Civilnet։ Առավել ևս բռնություններ գործադրելու սեփական ժողովրդի